իրենք են քարեփոսը գծել, վերջին հաշվով եթե իրենք գնում են ընտրության եւ ընդդիմությանը համախմբման կոչեն, վերջում օրհնում են, որ ընդդիմությունը հաղթի եւ այլն, իրենք դնում են իրենց վատ վիճակի մեջ։ Եվ եթե չի հաղթում, նշանակում է իրենք աստվածահաճո մարդիկ չեն։ Նշանակում է մենք ճիշտ ենք, նշանակում է վարչապետը ճիշտ է, որ իրենք աստվածահաճո չեն։ Եվ հենց այդ ընտրության արդյունքը պետք է իրենց հուշի, որ պետք է հեռանալ, որովհետև եթե դու աղոթում ես, օրհնում ես այդ ուժերին եւ այդ ուժերը առավելագույն 30% ձայն են հավաքում, նշանակում է դու ընդհանրապես եւ այդ բոլորի հետ միասին ընդհանրապես 1/3-ի ուժ ունեք։ Այսինքն պետք է ընդունես մեծամասնության ձայն բազմած ձայն Աստծո գաղափարը եւ հասկանալի է, որ եթե քո հենց կենտրոնում երբ որ մայրաթոռը հոգեվորականների համար ամենա իրենց որպես հզորության աղբյուր այն հոգեվորականները, որոնց մենք համարում ենք, որ տարբեր խախտումներով պետք է հեռանան, այդ հոգեվորականները իրենց հայտարարություններով իրենք վաղ շաբաթում պետք է լուրջ հաղթանակ գրանցեին եւ սկսեին իրենց խոսքերով Հայաստանի ազատագրումը, իմ խոսքերով Հայաստանի ճորտացումը։ Հիմա եթե իրենց չի հաջողվել դա անել, ուրեմն պետք է իրենք հեռանան եւ հասկանան, որ այլևս այն օրակարգը, որ սպասարկում է ընդդիմությունը եւ որին միացել են իրենք արդեն դարձել են ընդդիմադիր գործիչներ։ Հետո իրենք անելիք չունեն պետական կառույցներում, իրենք հոգեվոր կառույցներում այլևս անելիք չունեն։ Չի կարելի հասկանում եք անընդհատ մանիպուլացնել եւ անընդհատ փորձել ընդդիմության դիրքերից իշխանության հետ հարաբերվել, երբ որ պարզ գրված է, որ իշխանությունը պահել է երկար ժամանակ, դա որ տարանջատվել է եկեղեցուց իշխանությունը, չի երբեք մտել եկեղեցու գործերի մեջ, մինչև այն բանը, որ եկեղեցու հոգևորականները որոշակի սկսել են հայտարարություններ, քաղաքական հայտարարություններ անել։